Այսօր զրուցում ենք Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի 4-րդ համար Գևորգ Գորգիսյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ինչպես է անցնում քարոզարշավը, ընթացքից գոհ եք։ Բավականին ակտիվ, դժգոհ չեմ, այսպես ասեմ, դե ամեն process-ում միշտ կան բարելավելու տեղեր։ Քաղաքացիների արձագանքը արդարացում է ձեր սպասելիքները։ Բավականին լավ է, այսպես ասենք, հաշվի առնելով որ մենք բավականին մեծ այդպես հավաքներ չենք իրականացնում, մենք որդեգրել ենք այսպես ասած smart քարոզարշավի ոճը, այսինքն ունենք կոնկրետ քաղաքական երկրի ինստիտուցիոնալ կառույցների հետ կապված մեսեջինգ հաղորդագրություններ, որոնք առավոտյան ժամերին հղում ենք մեր քաղաքացիներին, մեր մոտեցումներն ենք ներկայացնում եւ հետո գնում ենք շփվելու քաղաքացիների հետ, պես մեծ հանրահավաքներ բան չենք անում, բայց դրա փոխարենը մեր մեդիահարթակներում այդ շփումը քաղաքացիների հետ պահում ենք եւ արձագանքը բավականին գոհեցուցիչ է։ Պարոն Գորգիսյան, քարոզարշավը ԲԴԽ շենքի մոտից սկսել շատերը որակեցին պոպուլիզմ։ Այսօր էլ թիրախավորել էիք հարկադիր կատարում ապահովող ծառայությունը, ինչու եք ընտրել պետական հիմնարկների շենքերի մոտ ակցիաների մենք կառավարությունը ինչի անդադ ասում, որ մենք ինքնիշխան պետություն ենք, գնում ենք Եվրոպա եւ նման ինչ-որ հեքիաթներ է պատմում քաղաքացիներին, մենք քաղաքացիներին ցույց ենք տալիս այդ ամեն ինչի մերկությունն ու դատարկությունը։ Առաջին օրը մենք սկսեցինք Երասխից ցույց տալով մետալուրգիական գործարանը, որտեղ ամերիկյան ներդրողը սկսել էր կառուցել Հայաստանի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքում, բայց Ադրբեջանը թույլ չտվեց, այսինքն որտեղ է ինքնիշխանությունը, որի մասին այդքան խոսում է ամեն օր կառավարությունը, երբ դու քո սեփական տարածքում չես կարող որոշել թույլտվություն տալ գործարան կառուցելու կամ ոչ։ Եվ այդպես շարունակ ամեն անգամ մենք մոտենում ենք հաջորդը ԲԴԽ-ն, եթե ներկայացնենք, բարձրագույն դատական խորհուրդ։ Երբ անդադ մենք խոսում ենք Եվրոպա գնալ, չգիտեմ, էլի խաբելով քաղաքացիներին, Եվրոպան դա մարդիկ չեն, դա ֆիզիկական տարածքը չէ։ Եվրոպան դա արժե համակարգերն են, ինստիտուտներն են։ Եվ այն ինստիտուտներից կարևորագույնը իշխանությունների փոխզսպումների մեխանիզմն է։ Եվ բարձրագույն դատական խորհուրդը դա ներկայացնում է դատական համակարգը, դատական իշխանությունը, որը իշխանության ճյուղերից մեկն է եւ պետք է փոխզսպեր իշխանության մյուս ճյուղերին, բայց մենք ինչ ունենք վարչապետ, որը SMS հաղորդագրությամբ աշխատանքից հեռացնում է բարձրագույն դատական խորհրդի նախագահին, ինչը գալիս է հերթական անգամ ապացուցելու, որ մեր երկրում բացարձակ չունենք ժողովրդավարություն, չունենք եվրոպական մոդելի այն արժե համակարգերը, որը հայտարարում է մեր իշխանությունները, ունենք մի բան՝ պոպուլիզմ, ունենք սին խոստումներ ու ունենք ուղղակի շոու։ Դուք երբ հասկացաք այդ բովանդակության բացակայության մասին։ Ի սկզբանե կարելի ասել, որովհետև 18 թվականին երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, հեղափոխությունից հետո մենք անցանք խորհրդան որպես ընդդիմադիր ուժ, բայց սկսեցինք անընդմեջ առաջարկներ ներկայացնել։ Դատական բարեփոխումների մեխանիզմը, վեթինգի գաղափարը, կառավարության կառուցվածքի փոփոխություններ, որտեղ մենք առաջարկում ենք, որ անպայման լինի գյուղատնտեսության նախարարություն, էներգետիկայի նախարարություն, որոնք այսօր գոյություն չունեն։ Մենք առաջարկում ենք նոր սահմանադրություն, որովհետև այսօրվա սահմանադրությունը մեն իշխանության սահմանադրություն է, կարված մեկ մարդու համար, որ մեկ մարդ վարչապետը ունենա գրեթե անզսպելի իշխանություն։ Եվ այդ բոլոր առաջարկները, որ մենք անում ենք, մենք տեսնում ենք ակնհայտ ինչպես է այդ ամենը տապալվում։ Եվ այն բոլոր բարեփոխումները, որի հնարավորությունը Հայաստանը ուներ 18 թվականի հեղափոխությունից հետո, բոլորը գործող իշխանությունը տապալել է։ 18 թվականից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում դուք բավականին երկար ժամանակ եք ունեցել իշխանության հետ գործակցելու իմաստով։ Թե խորհրդարանում, թե քաղաքապետարանում 18 թվականից հետո ընտրություններով մենք եղել ենք 21 ընտրություններով արդեն չկայիք, բայց չէ, 18 թվականից մենք եղել ենք 2 տարի ընդդիմություն եւ եղել ենք ամենակոշտ ընդդիմությունը, որովհետեւ մեկը մեզ չի կարող ասել, որ Էդմոն Մարուկյանը, ձեր կուսակցության ղեկավարը, ընդամենը 2 տարի է, որ հրաժարակատ է տվել բարձրագույն պաշտոնից։ Նայեցեք, դա հատուկ հանձնարարությունով դեսպանի պաշտոն է, դա գործադիր պաշտոն չէ, նախսաշեշտենք եւ 21 թվականի ընտրությունից հետո որևէ լծակ չի ունեցել Էդմոն Մարուկյանը խոսել կառավարության նիստերի ժամանակ կամ ոչ, որովհետեւ կառավարության նիստերին մասնակցում են կառավարության կազմը։ Իսկ առանձին միգուցե Նիկոլ Փաշինյանին առանձին ակնարկեր, որ սխալ հունով եք շարժվում եւ այլն, չի եղել այդպիսի բան։ Հիմա բոլոր հարցերին հերթով պատասխանեմ։ 2021 թվականի ընտրությունները, ինչպես նշեցիք, մենք չանցանք ազգային ժողով եւ մենք մասնակցում ենք
համերաշխության օրակարգով, որ պնդելով, որ Հայաստանի առաջ ծառացած խնդիրները շատ մեծ են եւ շատ բարդ են, որպեսզի որևէ մեկ քաղաքական ուժ կարողանա դրանք ինքնուրույն լուծել։ Եվ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի ուժը մասնակցում էր ազգային ժողովի ընտրություններին Արցախը հայկական պահելու, Հայաստանի տարածքային անձեռնմխելիության եւ միջանցք չտալու օրակարգով։ Եվ պարոն Մարուկյանը ներգրաված էր Ադրբեջանի հետ բանակցությունների այս օրակարգի շուրջ եւ պաշտպանում էր Հայաստանի շահերը, պաշտպանում էր Արցախի իրավունքը, արցախցիների Արցախում ապրելու իրավունքը, պաշտպանում էր Հայաստանի շահերը Ադրբեջանի հետ բանակցություններում։ Երբ այն օրը, երբ Արցախը հայաթափվեց, այն օրը, երբ մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր իր հայտարարած կարմիր գծերը խախտում է, պարոն Մարուկյանը այդ մասին հայտնեց Փաշինյանին եւ հրաժարական տվեց իր պաշտոնից։ Մենք երբեք պաշտոնի հետևից չենք գնացել, որովհետև մենք այլ հնարավորություններ եւ առաջարկներ ենք ունեցել։ Լուսավոր Հայաստանին 6 տարի էր անհրաժեշտ, որպեսզի հասկանար, որ բացարձակ Լուսավոր Հայաստանը 18 թվականից եղել է ամենախիստ ընդդիմությունը Փաշինյանի համար։ Այն գործը աշխատանքը, որ ազգային ժողովում որպես ընդդիմություն մենք ենք արել, մեզանից հետո ոչ ոք չի կարողացել առնել։ Ոչ ոք չի կարողացել փոխզսպել Փաշինյանի կառավարությանը։ Մեր հետ երբեք նրանք չեն կարող այն տոնով խոսել, ինչ տոնով հիմա խոսում են այսօրվա ազգային ժողովի ընդդիմության հետ։ Եվ մենք այդպես էլ զգուշացնում ենք։ Մենք ասում ենք, եթե Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչյանը անցնեն ազգային ժողով, այստեղ չի լինելու դեբատ, այստեղ չի լինելու երկխոսություն, որը միտված է Հայաստանի շահին, այստեղ լինելու է հողատու դավաճան, թալանչի, ինչ որ տենց գորգռոց, աղմուկ, եւ այդպես էլ եղավ։ Եվ այն տեղը, որ մենք բաց թողեցինք ազգային ժողովում, այլևս չլրացվեց, որովհետև մենք այնտեղ ենք բարձրաձայնելու ինստիտուցիոնալ խնդիրներ, եւ ես մի քանիսը նշեցի, վետինգի մեխանիզմը, գաղափարը, որը մենք բերել ենք, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մեր առաջադրած տեխնացուն էր երկար ժամանակ, որովհետև նա ոլորտի լավագույն մասնագետներից մեկն էր։ Դատական բարեփոխումների այլ առաջարկներ ենք ունեցել, սահմանադրության փոփոխություն, ինչպես արդեն նշեցի, բանակի բարեփոխումների բազմաթիվ առաջարկներ ենք ունեցել։ Այդ ամենը դատարկ մնաց։ Այդ առաջարկները ոչ մեկ չիրականացվեց եւ այդ ամենը եկավ փաստելու, որ այս իշխանությունը չուներ ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգ։ Նրանք մոտեցումը հետեւյալն էր. Սերժ Սարգսյանը վատն է, բայց մենք լավն ենք, մենք կգանք կանենք այն ամեն ինչի ինքն էր անում ու երևի դա լավ կլինի։ Որտեւ փաստացի այդպես է, այն ամեն ինչը եթե մենք այսօր նայենք, ինչի դեմ արվել էր հեղափոխությունը ինչի դեմ էր արվել։ Սելեկտիվ արդարադատության դեմ էր արվել։ Մարդկանց իրավունքները ոտնահարվելու դեմ էր արվել, քաղաքական հետապնդումների դեմ էր արվել, չէ՞։ Իսկ այդ ամեն ինչը այսօր անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մի բան էլ ավել։ Նա սկսեց նրանից, որ բոլորը վարչապետ են, չէ՞, երկրում կա 3 միլիոն վարչապետ եւ հասանք մենք այն կետին, որ կառավարությունը ես եմ։ Եվ այն ամենը, ինչի դեմ արվել էր հեղափոխությունը, ինչի դեմ մարդիկ դուրս էին եկել փողոց, այսօր իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Մենք ունենք հին թալանչիների տեղը նոր թալանչիներ։ Շաբաթը մեկ հետքի, եթե հոդվածները կարդաք, մի կոռուպցիոն սխեմա են հայտարարում եւ որևէ հետևանք դա չի ունենում, որովհետեւ չկա արդարադատություն, չկան քննչական մարմիններ։ Ինչու՞, որովհետեւ այդ ամեն ինչը մի մարդու ձեռքում է, ունենք մեն իշխանություն եւ այս ամեն ինչը կարող է տանել միայն միտեղ կործանման։ Այսօրվա ձեր ակցիայի ժամանակ Էդմոն Մարուկյանի եւ նախարար Սրբուհի Գալյանի միջև բանավեճ սկսվեց, նախարարը պնդում է, որ համակարգը լավ է աշխատում, իսկ դուք այն անվանում եք Էդմոն Մարուկյանը հրեշ եւ մարդակյաց։ Այո։ Ձեր գնահատականները չափազանցված չեն։ Բացարձակ, մենք 15 հատկապես հաշվի առնելով նախընտրական փուլը ընտրություններից առաջ նման հայտարարությունները պոպուլիստական հայտարարությունները բացարձակ իրականության են համապատասխանում, եւ 15 թվականին մենք ստեղծում ենք Լուսավոր Հայաստան կուսակցությունը, մեր գաղափարներից մեկը, որը մենք առաջ քաշեցինք, քաղաքական դաշտ ներմուծեցինք, դա այն էր, որ մարդը պետք է լինի նպատակ եւ ոչ թե միջոց։ Եվ Նիկոլ Փաշինյանը երբ անում էր հեղափոխություն, ասում էր քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Բայց այսօր մենք ունենք ինչ։ Այսօր մենք ունենք, որ մեր քաղաքացիները հենց դարձել են Նիկոլ Փաշինյանի բառերով ասած տուգանքի մատերիալ, երբ մեր բյուջեում նախատեսվում է որպես պետության եկամուտ քաղաքացիներին տուգանելը, այսինքն արդեն տարին չսկսված, կառավարությունը նախատեսել է, որ քաղաքացիներն X ծավալի պիտի տուգանի եւ դա պիտի լինի պետության բյուջեի եկամուտների մի մասը։ Եվ եթե կոնկրետ ԴՀԿ-ի մասին ենք խոսում, այո, այդ համակարգը բազմաթիվ խնդիրներ եւ թերություններ ունի, բայց դա նաեւ կախված է արդարադատության ոլորտի հետ, որովհետեւ շատ հաճախ մեր դատարանների վճիռները ուղղակի իրականացման ենթակա չեն, խնդրահարույց են։ Եվ մյուս կողմից բոլոր այն դեպքերում, երբ որ
պետությունն է շահառուն մի կողմի, շատ արագ իրականացվում են այդ բոլոր վճիռները, ԴՀԿ-ն արագ մտնում է քաղաքացու ունեցվածքի վրա, կալանք է դնում, աճուրդի են հանում, չգիտեմ, ունեզրկում են քաղաքացուն եւ հակառակը, երբ քաղաքացուն է ինչ-որ բան պետք իրենցից, արդեն ինչ-որ չգիտեմ, դժողքի այդ բոլոր շղթաներով, բոլոր ցիկլերով պիտի անցնես, մինչեւ կարողանաս մի այնտեղ ինչ-որ արդյունքի հասնել։ Տեսեք, Սրփուի Գալյանը ասում է, որ պետության իրավունքները նույնպես պետք է պաշտպանված լինեն, համաձայն չեք։ Համաձայն եմ, բայց եթե պաշտպանվում են միայն պետության իրավունքները, մենք անցնում ենք դիկտատուրայի, մենք անցնում ենք մեր իշխանության, մենք անցնում ենք քաղաքացու իրավունքների ոտնահարման։ Այսինքն քաղաքացին, եթե օրենք է խախտել, պետք է պատասխանատվության Մենք հենց այդ նույն զրույցի ժամանակ նախարարի հետ ներկայացրեցինք դեպք։ Մարդը ունեցել է խախտում, նրա ունեցվածքի վրա, գումարների վրա դրվել է կալանք, 1 տարի է անցել այն փաստից, երբ նա վճարել է այդ իր պարտավորությունը պետությանը եւ կալանքը չի հանվել։ Այսինքն այն պարագայում, երբ պետությանը պետք է քաղաքացուց ինչ-որ բան խլել, համակարգը շատ արագ աշխատում է, վայրկյանների, րոպեների ընթացքում դա արվում է։ Բայց երբ պետք է հակառակը, որ պետությունը քաղաքացու իրավունքները սկսի պաշտպանել, այդտեղ արդեն մոռանում է պետությունը, որ ինքը քաղաքացու ծառան է եւ ոչ թե հակառակը։ Լավ, անցնենք հաջորդ փաստերին։ Դուք առաջարկում եք Միքայել Սրբազանին որպես նախագահ։ Այո։ Ինչպես եք պատկերացնում աշխարհիկ պետության եւ եկեղեցական նախագահի համադրությունը։ Մենք այսօր պիտի փաստենք, որ Սրբազանը այլևս ի վիճակի չէ իրականացնել իր առաքելությունը որպես Սրբազան, որովհետև նա հանդիսանում է սովորական քաղբանտարկյալ։ Եվ նա այն քիչ կերպարներից է Հայաստանում մնացած, ովքեր կարող են նախագահի այսօրվա արժեզրկված ինստիտուտին տալ ուժ, տալ կշիռ եւ դրանից հակազսպել։ Ինչու հոգեորական։ Կարող է լինել գեներալ, եթե ժամանակի ընթացքում մեր բոլոր գեներալներին արժեզրկած չլինեին։ Կարող է լինել գրող, ում խոսքը արժեք կունենար, բայց այսօր մենք մեր քաղաքական, հասարակական դաշտում շատ քիչ մարդիկ են մնացել, ում խոսքը իրոք արժեք ունի։ Եվ նրա հեղինակությունը չեք օգտագործում ձեր կուսակցության վարկանիշը ավելի բարձրացնելու համար։ Բացարձակ, դա մեր գաղափարն է, մեր տեսլականն է, եւ մենք ինչ ենք ասում։ Այսօր մեր սահմանադրությամբ վարչապետի ինստիտուտը չփոխզսպվող հրեշային մի կառույց է։ Եվ դրան փոխզսպել կարող է նախագահի ինստիտուտը միայն մի պարագայում, երբ այնտեղ լինի իր կշռով իր հեղինակությամբ մարդ, որը իր հեղինակությամբ կարող է բերել կշիռ այդ կառույցին, այդ ինստիտուտին եւ կարող է նա նաեւ հետագա բոլոր խնդիրների ժամանակ լինել այսպես անաչառ արբիտրի դեր ստանձնել, ժողովրդին համերաշխեցնողի դեր ստանձնել եւ դա այո կարող է լինել Միքայել Սրբազանը եւ մենք տեսնում ենք, որ նա այդ դերում կհաջողի եւ նախագահի ինստիտուտին ի վերջո կվերադարձնի այն կարևոր առաքելությունը, որ այն պիտի ունենար։ Այսօր մեր նախագահը գոյություն չունի։ Արմքոմեդի Նարեկը հայտարարել, որ ինքը նախագահ է, հասարակության մեծ մասը հավատացել է դրան, որովհետեւ ոչ մեկ չի ճանաչում նախագահին դեմքով, անուն ազգանունով եւ ոչ մեկ չգիտի ինչ է անում։ Ես չգիտեմ, ամոթից մեռնում եմ, երբ միապետի Անգլիայի միապետի դագաղի մոտ կներեք սելֆի էր անում այդ մարդը, ասենք տարական որևէ լավ շարունակենք այդ կառույցը այսօր գոյություն չունի, բայց այդ ինստիտուտը եթե այնտեղ նստած լինի հեղինակավոր մարդ կարող է ունենալ հեղինակություն եւ ինչպես եվրոպական շատ երկրներում կան միապետեր, որոնք չունեն գործադիր լծակներ, բայց իրենց հեղինակությամբ եւ լինելիությամբ երկրին բերում են կայունություն եւ փոխզսպումներ, մենք տեսնում ենք, որ Միքայել Սրբազանի դեպքում դա կարող է աշխատել։ Այսինքն հաջողությամբ կարող էր այդ մեկը լինել երկիչ հանրահարչակ, հա? Վերադառնանք։ Այսօր մեր հասարակության մեջ շատ քիչ են մնացել մարդիկ, ում բարի համբավը կառավարությունը իր վատ գործողություններով չի պղծել։ Միքայել Սրբազանը այն քչերից է, ով ունի խոսք, ով ունի քաղաքական տեսլական, ով ունի քաղաքական կշիռ այդ թվում։ Եվ մենք վստահ ենք, որ նրա նախագահ դառնալու պարագայում միայն երկիրը եւ պետությունը դրանից կշահի։ Շատ լավ։ Մարուկյանը ասում է, ձեր մասնակցությունը խառնում է շատերի խաղաքարտերը, ում նկատի ունի իշխանությանը, որի նախարարի հետ այսօր բանավիճում եք, թե անդիմադիր դաշտի ներկայացուցիչներին, որոնք ձեզ հետ այդպես էլ իրական ընդդիմություն կազմելու համար լուրջ, այսպես ասած, լուրջ չվերաբերեցին ձեր առաջարկներին եւ չմիացան ձեզ։ Ընդհանուր միասնական դաշտ վերաբերվելը չէր, մեր առաջարկը շատ լուրջ էր, բայց իրենք գերադասեցին իրենց ամբիցիաները։ Մենք ինչ էինք առաջարկում։ Կա Նիկոլ Փաշինյան իր պետական ռեսուրսով, իր օլիգարխներով, իր ուժային կառույցներով, եւ որպեսզի նրանք կարողանան խախտել, պետք է նրա դեմ
նմանատիպ ծանրակշիռ համակարգ, մեկ բևեռ ընդդիմություն։ Ցավոք դա տապալվեց, որովհետև ընդդիմադիր գործիչներից ոմանք կամ շատերը որոշեցին, որ իրենք միանձնյա կարող են հաղթել Փաշինյանին եւ իրենք ունեն ավելի մեծ ամբիցիաներ, քան երկրի շահն է։ Այսինքն դուք խառնում եք ընդդիմության խաղաքարտերը։ Ոչ, մենք խառնում ենք առաջի հերթին Փաշինյանի խաղաքարտերը, ինչու՞, որովհետև բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մոտ 38-ից 40% քաղաքացի դեռևս չի կողմնորոշվել եւ չգիտի ում է ընտրելու։ Սա ինչ է նշանակում։ Քաղաքացիական պայմանագիրը, ձեր նշած որոշ ընդդիմադիր ուժեր արդեն 2 ամսից ավել անում են քարոզարշավ, եւ դեռ քարոզարշավը չսկսած արդեն 2 ամիս քարոզարշավ անելուց հետո քաղաքացիների մոտ 40%-ը չի կողմնորոշվել ում է ընտրելու։ Եվ այդտեղ Փաշինյանը փորձում է իր սատելիտ ուժերին մտցնել, որպեսզի նրանք այդտեղից ձեն պոկեն եւ հետո միանան իրենց ազգային ժողովում, օգնելով իրենց դառնալ կառավարություն։ Բայց մենք բոլորի խաղաքարտերը խառնում ենք, որովհետեւ մենք մտնում ենք այդ դաշտ եւ մենք թույլ չենք տալու որևէ պարագայում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Այսինքն ընտրությունների է գնում խաղաքարտերը խառնելու համար նպատակով թե հաղթելու։ Ընտրություններ են գնում մեր ազգային ինքնությունը պահպանելու նպատակով, պաշտպանելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանից, ով դարձել է այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի կամակատարը։ Մենք ունենք այսօր պետություն, որի ղեկավարությունը փոխանակ միջազգային ասպարեզում եւ ամեն ուրեք պաշտպանելու Հայաստանի պետական շահերը, Հայաստանի ինքնությունը, Հայաստանի մշակութային անկախությունը եւ ինքնիշխանությունը այսօր դարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի մեր թշնամիների խոսնակին Հայաստանի Հանրապետությունում եւ մենք տեսնում ենք երկու կողմից, ոչ Ադրբեջանը ունի խաղաղության օրակարգ Հայաստանի հետ, նա վերացնում է հայկական հետքը այն տարածքներում, որտեղ նա կարողանում է այսօր դա անել։ Թուրքիան մենք ունենք ցեղասպանությունը ժխտող մի պետություն, ով նույնպես վերացրել է եւ շարունակում է վերացնել հայկական հետքը իր տարածքում, եւ մենք այսօր ունենք Նիկոլ Փաշինյան, ով այդ երկու պետությունների ամբողջ օրակարգը բերել մցրել է հայկական քաղաքական դաշտ, դարձել է քննարկման թիվ 1 թեմա եւ վտանգել է այսօր, վտանգի տակ է մեր հայկական ինքնությունը։ Ինչպես է համադրվում ձեր եվրոպական կամ արևմտամետ ինտեգրման օրակարգի հետ։ Մենք ասում ենք մեր քաղաքացիներին, որ մենք իրենց չենք խաբելու, թե տանում ենք Եվրոպա, որովհետև Եվրոպան այսօր պատրաստ չի ընդլայնման, եւ եթե նույնիսկ պատրաստվի, այդ ցուցակում մեզնից առաջ երկրներ կան, որոնք տասնյակ տարիներով փորձում են գնալ այդ ուղով, բայց չի ստացվում։ Իսկ ինչ եք ասում դուք։ Մենք ասում ենք, մենք կառուցելու ենք եվրոպական մոդելի պետություն, մենք Եվրոպան ենք բերելու այստեղ։ Իսկ դա հենց այն արժեհամակարգն ու այն ինստիտուտներն են, որոնց մասին ես խոսում եի, որ չպիտի լինի մենիշխանություն, պետք է լինեն փոխզսպումների մեխանիզմներ, պետք է չլինի կոռուպցիա, պետք է լինեն հակակոռուպցիոն մարմիններ։ Չպիտի լինեն սելեկտիվ արդարադատություն, ընտրողական արդարադատություն, այլ պետք է լինի օրենքի գերակայություն եւ պատժի անխուսափելիություն։ Պետք է լինի հասանելի բժշկություն, պետք է լինի հասանելի կրթություն։ Այս ամենը եվրոպական մոդելի պետության հիմքերն են, որոնց մասին մենք խոսում ենք, եւ Եվրոպա երբ ասում ենք, մարդիկ հաճախ այդ չգիտեմ, Մերկելին կամ Մակրոնին են պատկերացնում, տարածք են հասկանում։ Մենք Եվրոպա ասելուց Եվրոպան տարածք է։ Եվրոպան արժեհամակարգ է, Եվրոպան ինստիտուտներն են, Եվրոպան մեխանիզմներ են, Եվրոպան տեխնոլոգիաներ են։ Եվ այդ ամենը մենք պատրաստում ենք բերել Հայաստանի Եթե ընտրություններից հետո ստեղծվի մի իրավիճակ, երբ ԿՊ-ն ձեր կարիքը ունենա պետությունը փրկելու համար, կոալիցիա կկազմեք։ Երբեք մենք ասել ենք եւ ես պնդում եմ պետությունը փրկելու Նիկոլ Փաշինյանը պետությունը տանում է կործանման եւ նրա հետ անհնար է փրկել պետություն։ Պետությունը պետք է փրկել Նիկոլ Փաշինյանից օր առաջ եւ երբ ազգային ժողովում նախաձեռնվել էր իմպիչմենտի գործընթաց, մենք նաեւ միացել էինք դրան օր առաջ փորձելով հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Մարուկյանը մեկ անգամ բազմիցս լավ ասել է եւ ես կրկնեմ, նրանց հետ նույնիսկ մատաղ ուտելու չի կարելի գնալ։ Նրանց նկատմամբ կա զերո վստահություն, որ նրանք առաջնորդվում են պետական շահով, ազգային շահով եւ մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք ինչպես են նրանք պայքարում այն ամեն ինչի դեմ, ինչ հայկական է։ Շատ լավ։ Ինչպես է գործնականում պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը։ Եվ վերահսկողություն անգամ չունենք Արցախի նկատմամբ։ Ուրեմն Արցախի ժողովուրդը ունի վերադարձի իրավունք։ Եվ այս իրավունքը ամեն արցախցու, ով դուրս է եկել Արցախից, որպես փախստական, նրա անկախտելի իրավունքն է երաշխավորված միջազգային իրավունքով։ Եվ այս իրավունքից ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որևէ մեկը չի կարող զրկել այս քաղաքացիներին, բայց հիմա միայն Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը պայքարում են այդ իրավունքի դեմ։ Կա նախադեպ պետությանը ցեղասպանության մեղադրանքով դիմելու միջազգային դատարան։
Այս փաստից մենք նույնպես հրաժարվել ենք, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է, բայց սա պետք է անել եւ օր առաջ մենք անելու ենք։ Ընդ որում սա այն առաջարկներից մեկն էր, որ Մարուկյանը իր պաշտոնավարման ընթացքում առաջարկել է Նիկոլ Փաշինյանին եւ ինչը մերժել է։ Սրան գումարած մենք ունենք բազմաթիվ փաստեր հավաքագրված ռազմական հանցագործությունների մասով, որոնք պետք է նույնպես գնան միջազգային քրեական դատարան եւ երբ տարիներ առաջ մենք միանում ենք Հռոմի ստատուտին, սա էր հիմնավորումներից մեկը, որ մենք գնում ենք այդտեղ միանալու, որպեսզի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կարողանանք պատասխանատվության կանչել եւ այդ ամեն ինչը չի արվել։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ինչպես է պատկերացնում։ Շարունակել ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, զուգահեռաբար լավացնելով, բայլավելով հարաբերությունները Եվրոպայի միության հետ, որովհետև մենք ունենք ընդհանուր եվրոպական արժեհամակարգ եւ հիմք, եւ մենք ձգտում ենք կառուցել եվրոպական մոդելի պետություն, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց դա երբեք չդնել հակադրության մեր հարևանների, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որովհետև կներեք, այս տարածաշրջանի երկրների հետ առաջին հերթին մենք պետք է կարողանանք հարաբերվել, այս տարածաշրջանի երկրների հետ մենք չպետք է ստեղծենք խնդիրներ, դառնալով գործիք միջազգային ավելի մեծ խոշոր հակամարտությունների համար։ Ձեր ուղերձը այն ընտրողին, որը հիասթափված է բոլորից եւ դեռ չի կողմնորոշվել, ինչու պետք է ընտրի հենց Լուսավոր Հայաստանին։ Սիրելի քաղաքացիներ, մենք վերջի տարիներում տեսել ենք, որ քաղաքականությունը վերածվել է շոուի, երբեմն նաեւ կրկեսի, երբեմն նաեւ բռնցքամարտի ազգային ժողովում։ Եվ այս ամեն ինչի մեջ, աղմուկի մեջ կորել է բովանդակությունը, կորել է քաղաքական միտքը եւ կորել է տեսլականը, թե դեպի ուր մենք պետք է գնանք։ Ու այդ ամեն ինչը նաեւ համեմվել է ստերով, համեմվել է մանիպուլյացիաներով, թերևս դա ամենալավը անում է այսօրվա գործող կառավարությունը։ Լուսավոր Հայաստանը մտել է քաղաքական պայքարի մեջ, բերելով քաղաքական միտք, բերելով իրական իրատեսական առաջարկներ եւ մտել ենք մենք քաղաքական պայքարի մեջ մի կարգախոսով պահպանենք մեր ինքնությունը։ Եվ եթե դուք սիրելի քաղաքացիներ մերպես հոգնել եք անընդմեջ զիջելուց եւ մերպես պատրաստ եք ասել, որ Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի համատեղ պարտադրած հանձնվելու օրակարգին մենք դեմ ենք, ուրեմն Լուսավոր Հայաստանը ձեզ առաջարկում է դա։ Մենք պատրաստվում ենք մտնել ազգային ժողով, պաշտպանելու Հայաստանի Հանրապետության պետական շահը, պաշտպանելու մեր ինքնությունը, թույլ չտալու ուրանալ այն, ինչ դարձնում է մեզ հայ եւ հայկական պետականություն, եւ ներկայացնելու սիրելի հայրենակիցներ ձեր շահերը ազգային ժողովում, պաշտպանելու ձեր շահերը եւ նպաստելու, որպեսզի մենք ունենանք կշռադատված, նպատակասլաց, հաշվարկված քաղաքականություն, միտված Հայաստանի զարգացմանը եւ Հայաստանի հեղինակության, մարտունակության եւ դիմադրողականության բարձրացմանը։ Լուսավոր Հայաստանը թիվ 19-ն է, կոչ եմ անում բոլորին անպայման գնալ ընտրատեղամաս ամսի 7-ին եւ քվեարկել մեր օգտին, որպեսզի մենք կարողանանք այս բոլոր ծրագրերը, որի մասին քիչ առաջ խոսում էի, կյանքի կոչել։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար եւ հաջողություն առաջիկա ընտրություններում։ Մենք զրուցում ենք Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի 4-րդ համար Գևորգ Գորգիսյանի հետ։ Ցտեսություն։